Դրական ազդեցություններ կարող են ունենալ մի քիչ եթե ցինիզմի դրսևորմամբ հանդես գան եւ բացասական առումով, որովհետեւ ի վերջո այս ամեն ինչը փորձագիտական շրջանակներում էլ չէ, ասում են ավարտից հետո Ռուսաստանը վերադառնալու է մեր տարածաշրջան ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու այնպես չի որ հեռացած է Ես համաձայն եմ ձեր հետ, այնպես չէ որ Ռուսաստանը հեռացել է, այնպես չէ որ Ռուսաստանը նվազեցրել է, այո, իր դերակատարությունը, դա ուղղակի հնարավոր քարոզչական արդյունքում ձևավորված միջավայր է, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել հետեւյալը, իմ պատկերացումը որպես Հայաստանի քաղաքացու եւ Հայաստանի ռազմավարական շահը գերադասող անձի, ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում Հայաստանը պետքա դիրքավորվի ակտիվ չեզոքության դերում։ Ինչու՞, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ այնուամենայնիվ մեր ներուժը, մեր հնարավորությունները, մեր պոտենցիալը բավարար չեն միակողմանի դիրքորոշում ունենալու համար։ Ճակատագիրը մեզ ցույց է տվել, դասեր է տվել, մի քանի ուժգին ապտակներ է տվել մեր պատմության տարբեր փուլերում միակողմանի կողմնորոշման համար, հետեւաբար դատելով մեր սեփական սխալներից, մեր գլխին եկած ողբերգությունից, ես կարծում եմ, որ Հայաստանը այն հնարավորությունը ներուժ ունեցող պետությունը չէ, որը կարող է ակտիվ ություն դրսևորի կամ լավ պարզ խոսենք, միակողմանի պրոռուսական դիրքորոշում ունենա կամ միակողմանի պրոարևմտյան դիրքորոշում ունենա ուկրաինական կոնֆլիկտի հարցում։ Խոսքը սրա մասին է։ Ես գտնում եմ հետեւյալը, որ մեր ակտիվ չեզոքությունը, այսինքն մեր չեզոքությունը պետքա դրսևորվի նաև հումանիզմի տեսանկյունից, որ մենք կողմ ենք պատերազմի դադարեցմանը, խնդիրները դիվանագիտական ուղիներով լուծելու առումով, մենք կողմ ենք ընդհանրապես որևէ ձևով լարվածության թուլացմանը եւ ի վերջո մենք պետք է հասկանանք, սա մեր կռիվը չէ։ Այդ կռվի ազդեցությունը կարող ենք մենք կրել եւ կրում ենք, բայց հասկանալով հանդերձ, որ այստեղ շոշափվում է Ռուսաստան, հավաքական արևմուտք, ռազմավարական շահերը, այստեղ նրանց կենսական շահերն են, մենք այստեղ ոդատակ ենք գնելու ուղղակի դրա իրավունքը չունենք։ Ուստի այս համատեքստում ես գտնում եմ, որ Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը կարող է արդարացված լինել, եթե իհարկե այդպեսին կա, ես իմ պատկերացումն եմ ասում, Հայաստանը այս կոնֆլիկտի ժամանակահատվածում պետք է դրսևորի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։